Պարոն Ղազենյան, դուք օրենքի ուժով ազատվեցիք կալանքից եւ հիմա ազգային ժողովում եք, բայց մտավախություն չունեք, որ Տիկին Դատախազը կարող է հիմա էլ ազգային ժողով ձեր հետևից գալ եւ նորից տանել կալանավայր։ Ես արդեն վաղուց այս իշխանությունների հետ կապված ոչինչ չեմ բացառում եւ հիմնականում վատառումով։ Մենք այսօր սպասենք տեսնենք։ Խորհուրդ եմ տալիս չգան եւ Նարեկի Գործողյանի գործը, որովհետեւ կարծում եմ ծիծաղի առարկա են դառնալու։ Նարեկի գործով էլ այդպիսի մտավախություն կա, որ կարող է գալ կամ այդպիսի տրամադրություն զգում եք։ Իր մասով ինչ գործ է։ Իրեն ինչ է վերաբերվում։ Սխալում մեր ձևովի գործն ուղղակի նախաքննության փուլում է այնտեղ սահմանափակումներ կան։ Այն ինչ կազմակերպչական, հա, ինչ որ բան, մոտավորապես Ալիկ Ալեքսանյանի վերագրվող մեղադրանքն է, հասկանալի։ Հիմա եթե տեսեք Ռուբեն Ռուբինյանը մի կողմից հաշտության ձեռք է մեկնում ձեզ, ասում եք давайте жить дружно, այսպես ասած, մյուս կողմից էլ դուք ասում եք, որ կարող է գան ձեզ նորից տանեն կալանավորման։ Հիմա այս երկուսը իր հետ ոնց համադրենք։ Առաջին հերթին դրան չի ուզենա անդառնալ, առաջին հերթին, որ ինքը ասած համերաշխության չէ, բարեկրթության։ Ամեն դեպքում բարեկրթության։ Դե ամեն դեպքում համերաշխության նոտա կա տակը, որ չհայոյեք։ Իսկ իրենց իսկ խմբակցության անդամները իրեն չեն հարգում, չեն լսում, չեն պատկերացնում ուղղակի։ Պետք է իրենք եթե առաջարկ անում են, եթե նկատեցիք անընդհատ ռեպլիկներ, ինչ որ այդտեղից փոքրիկ էսպես սադրանքներ։ Դե հին խորհրդանից է մնացել ոչինչ գուցե։ Հիմա ամեն դեպքում Ռուբինյանը ոնց որ թե այդ ձեռքը մեկնում է։ Դուք որպես ընդդիմություն ոնց եք մտածում, արժի է հետները համերաշխ աշխատել, կառուցողական աշխատել թե ոնց։ Մենք տեսել ենք ընդհանրապես, այսինքն լսել ենք խոսքը։ Գործողությունը հակառակ ենք տեսնում։ Երբ որ գործողությունը տեսնենք, պատասխանենք։ Եվ մի բան էլ չեք կարծում, որ պետք է մի քիչ լավ պատրաստվեին ձեր խմբակցության որոշ падգամավորներ այս առաջին նիստին, որովհետև հարցեր են տալիս, որոնց դա արդեն ցույց է տալիս, որ մեր խմբակցությունի տարբերություն իշխող խմբակցության, այսպես մի կենտրոնից հարցերը չի գալիս։ Մարդիկ իրենց հետաքրքրող հարցեր են տալիս, կլինեն ավելի եւ հետաքրքիր։ Դե սա այն դեպքը չի, որ պետք է շատ ինքնուրույն գործել, էլի, միշտ վերջո խմբակցությունը կարող է քննարկել, հասկանալով ինչ հարց է տալիս, ինչի վրա շեշտ է դնել, այլ ոչ թե ասել Թուրքիայից շփվել ես, թե ոչ։ Ես քննարկում չեմ ունեցել, ըստ երևույթին իրենց հետաքրքրող հարցերն եղել, որ շատ ժամանակ նաև մեր շատ քաղաքացիներին հետաքրքրող, միգուցե հարցի իմաստը ճիշտ չկարողացան բացատրել, այսպես ասած, բայց բոլորը այս հարցում մի քիչ Հայաստան խմբակցությունը ավելի ոնց որ փորձառու եւ բան է, գուցե իրանց հետ խորհրդակցեք որոշ սուր հարցերի հետ կապված։ Այլ խմբակցություններ չի խորհրդակցել, ինչ ասում, ինչ չասի։ Ինչքան սուր հարց տա։ Դուք ձեր սուր հարցեր ունեք բաց հաջորդ տիպ։ Հիմա եթե վերադառնանք Դատախազի միջնորդությանը, եթե հավանական, եթե գա, ինչ է կարծում, դա մինչև սեպտեմբեր կլինի, եթե արդեն սեպտեմբերյան նստաշրջանին նոր կգան։ Ու կգնան այդ քայլին։ Չեմ կարող ասել, բայց նորից կընկնում եմ ամեն ինչ սպասելի է։ Ոչինչ չեմ ասել։ Լավ, շնորհակալ եմ։